Պարոն Քերոպյան, ինչ նոր զարգացումներ կան ձեր քրեական գործի հետ կապված, կմանրամասնեք։ Դե այսպես կոչված քրեական գործի հետ կապված պետք է ասեմ, որ հիմա մենք նախնական դատալսումների փուլում ենք գտնվում։ Երևի այսօր կամ հաջորդ նիստին կավարտվի նախնական դատալսումները, ու մենք կանցնենք արդեն հիմնական դատալսումներին։ Դե պետք է ասեմ, որ մեր դիրքորոշումը նույնն է, դատախազությունը որևէ լուրջ ապացույց չունի կամ ընդհանրապես որևէ ապացույց չունի, իսկ մենք հակառակի ապացույցներ բազմաթիվ ունենք, առայն որ էկոնոմիկայի նախարարը, ես, իմ գործընկերները ամեն ինչ արել են, որպեսզի մնան օրենքի շրջանակներում եւ ապահովեն պետության լավագույն շահը։ Ըստ ձեզ պատվիրված էր ձեր դեմ քրեական գործը։ Շատ են վերլուծել եւ կարող եմ ասել, որ քաղաքական դրդապատճառները ակնհայտ են։ Իսկ ով էր պատվիրատուն։ Դա չի կարելի ինչ-որ մեկի անունը տալ, կարելի ասել համակարգը։ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել եք ազատ արձակվելուց հետո։ Ոչ։ Ցանկություն ունեք։ Ոչ։ Ինքը կապ ունի։ Չգիտեմ, չեմ կարծում, բայց ես արդեն իմ ապագա պլանները քաղաքականությունից դուրս եմ կազմում։ Իսկ ձեր բիզնեսների մենյուկետերի հետ կապված ինչ-որ ստուգումներ, պեկը կամ ինչ-որ կառույցներ եղել են, թե ոչ։ Ճիշտ ասած, երբ ես նախարար էի դառնում, իմ գործընկերները ինձ հասկացնել տվեցին, որ դա կարող է անդրադառնա իմ մենյուում ունեցած բաժնեմասի վրա, այդպես էլ եղավ 2022 թվականին ես կարելի ասել կորցրել եմ իմ բաժնեմասի մենյուում, դա այսպես ասենք շուկայական պատճառներ ունի, բայց միևնույնն է պետական աշխատանքի գնալիս ինչ-որ մի ընկերության հիմնադիրը պետք է հասկանա, որ իր ունեցվածքը դժվար թե կարողանա պահել։ Վերջերս դուք հանդիպել եք Արսեն Թորոսյանի հետ, ազգային ժողովի պատգամավոր, մամուլում դա գրվեց, տեսանյութ կա անգամ, դուք ձեր կապերը պահպանում եք ԿՊ-ական պատգամավորների հետ։ Արսեն Թորոսյանը իմ ընկերն է եւ ելի ընկերներ ունեմ, ում հետ հարաբերությունները պահպանում եմ։ Պետք է ասեմ, որ ԿՊ-ում կան շատ ազնիվ եւ պրոֆեսիոնալ մարդիկ եւ ես բնականաբար իմ հարաբերությունները իրենց հետ չեմ կապում պաշտոններով։ Իսկ որպես արդեն նախկին նախարար ո՞նց է գնահատում ներկայիս էկոնոմիկայի նախարարի գործունեությունը։ Իհարկե ես ավելի շատ տնտեսական իրավիճակի հետ իրավիճակի մասին կուզեի ասել, եթե դուք համեմատեք, թե ինչպես են Հայաստանի եւ օրինակ Վրաստանի տնտեսությունները վերջի 3 տարիներին զարգանում, ապա եթե 2022 եւ 2023 թվականներին Հայաստանի տնտեսական աճը գերազանցում էր Վրաստանին, ապա այս տարի կրկնակի ավելի քիչ է, ինչը խոսում է այն մասին, որ այո, կա փոփոխություն, ասենք տնտեսական աճի դինամիկայի եւ նաեւ տնտեսական քաղաքականության իրացման հետ կապված։ Իմ համար ցավալի է դա, որովհետեւ մենք մեծ հնարավորություններ ունենք շարունակելու բարձր տնտեսական աճը, բայց նաեւ այն տեսակետների տարբերության պատճառով, որի արդյունքում ես դուրս եկա աշխատանքից, տեղ ունենում են ինչ որ հիմա տեղի ունենում, այսինքն տնտեսական աճի էական դանդաղում, բիզնես միջավայրի կամ բիզնեսմենների տրամադրության անկում, որի արդյունքում դուք տեսնում եք ներդրումները քչանում են եւ տնտեսական աճն դանդաղում։ Հարկերն էլ ավելի քիչ են հավաքում, քան պլանավորված է, էապես։ Եվ դրա պատճառը շատերն են ասում, որ դա սխալ պլանավորումն է, որ ոչ դա սխալ աշխատանքն է։ Իսկ արտարադատության նախարարի հեռացումը պաշտոնից ինչպես կմեկնաբանեք, որպես թե քաղաքացի, թե նախկին պաշտոնյա։ Դե ճիշտ ասած ես որպես նախարար քիչ եմ հետաքրքրվել արտարադատության ոլորտով եւ երևի թե սխալ եմ արել, որովհետեւ արտարադատության ոլորտին հիմա իմ այսպես ասենք անմիջական առնչությունը ցույց է տալիս, որ իր չկայացած լինելը կամ թերություններով լի լինելը հանգեցնում է նրան, որ մարդիկ վստահ չեն օրենքի գերակայության, օրենքով աշխատելով եկամուտներ շահույթ ստանալ եւ մեծ բիզնես կառուցելու ապագայի նկատմամբ եւ հետեւաբար բավարարվում են այսպես կարճաժամկետ եւ
ոչ այդքան մեծ նշանակություն ունեցող ծրագրեր իրականացնելով։ Իսկ ըստ ձեզ Նիկոլ Փաշինյանը ինչով է առաջնորդվում նախարարներ նշանակելուց։ Չեմ կարող ասել, բայց պրոֆեսիոնալիզմը հաստատ առաջի տեղում չի։